Ճիշտ ասած գրասենյակից տեղյակ չեմ, զանգեցին ասեցին, որ մի գրասենյակում մտել են, չգիտեմ ինչ գործողություններ են արել այնտեղ, մյուս գրասենյակում այս պայծրությամբ ասեցին, որ ինչ որ մարտաշատ են, այնտեղ կանգնած են, բայց գրասենյակը այս պահին փակ է, քանի որ հիմա հասկանանք տղայիս եւ հորս ձերբակալ են տանեն, Երևան են տանելու հետո նոր արդեն կնանք գրասենյակ, բայց արդեն նաև ինֆորմացիա ունեմ, որ ավագանու անդամության տեխնազուների տներն են գնացել, հաջագիստների, այո, մի խոսքով ամբողջ թիմի նկատմամբ վերջում մենակ դուք մենակ ես հաստատ մենակ չեմ մնալու, տղաները բոլոր ամեն մեկը իրանց աշխատանքները կատարել են, այդ մասով խնդիր չկա, երեք իրիկուն եմ ես արդեն իրենց այդ խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորը պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ, մենք գիտենք երբ, որ դոզայի տակ, մեր տված որ ճնշման տակ, ինչ կարող է լինել, մեզ համար սա նորմալ է, ուղղակի այսօր էլի մի հատ հզոր խոշոր հանդիպում ունեի, քարոզարշավի շրջանակներում, այսպես խանգարեցին, հիմա չգիտեմ, որ մեկը անեմ էլի, ես իմ հարազատների նայեմ, թե ինչ, բայց այնուամենայնիվ Երևան խոսել եմ տղեկի հետ, մեր գործընկերների, պատգամավորների հետ, ես չեմ կարողանալու գնալ Երևան, քանի որ Գյումրիում տեսնում եք, բոլոր թիմագիստներից նկատմամբ լուրջ ճնշումներ է կնում, մարդկանց ահաբեկում են, վախեցնում են, Երևանում մեր պատգամավորները այնտեղ կլինեն, տեղում կհասկանան ինչ է կատարվում, այդ մասով խնդիր չունեմ, հավաքներս այսօրվա այդ խոշոր հավաքը ոնց որ թե փչացրեցին ամեն դեպքում, բայց ոչինչ, առիթը կունենամ դրա տեղը հանելու, այնպես որ խնդիր չկա, բայց արձանագրենք, որ քարոզարշավի շրջանակներում խոչընդոտեցին, չկարողացա իմ քարոզարշավը մինչև վերջ նորմալ կազմակերպել, իսկ թե դա ինչի հետևանք է, եւ ես եւ արդեն գյումրեցիները պիտի պատկերացնեն եւ հասկանան, որ հաղթող տեխնազուի դեմ պարզեր, որ այս ամեն ինչը պիտի արվեր։ Երեք ես որոշակի իշխանական սխեմա եմ բացահայտել, արտահայտվել եմ այդ մասին, թե ինչի էր միտված այդ վիդեո ռոլիկները, մյուսը եւ իշխանությունը ոնց էր ուզում ընդդիմությանը իր, այսպես ասեմ, իր զենքով խփեր, այսպես ասեմ, էլի, ընդդիմությանը ոնց պիտի վնասեին, ես այդ եմ բարձրաձայնե ու ոնց որ թե իշխանության ծրագրերը խառնել եմ, բայց ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, ես այս պրոցեսների մեջ մտնելով էլ գիտակցել եմ, երեք էլ ես ասել եմ, ուղղակի հետաքրքիրը այն է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր տեխնազուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բանի չի տանելու։ Գյումրեցիները այս ամեն ինչը տեսնելու են, գյումրեցիները զգալու են, հասկանալու են, որ եւս մեկ ընտրություն, եւս մեկ անգամ իշխանական հարձակում Մարտուն Գրիգորյանի վրա։ Իսկ այդ հարձակումը հասկանալի է, պատահական չէ։ Հաղթող տեխնազուին ճնշելու են, փորձելու են ճնշեն, բայց ես հեշտ ճնշվողների չեմ, ամեն ինչ նորմալ է, ավելի լավ, թող տանեն, տղայիս էլ, հորս էլ, թող տանեն, ձերբակալեն, իրանք ընդեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում, նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ կապված խնդիր չլինի, ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ։